Դեկտեմբերի 9-ը ՄԱԿ-ի օրացույցում հատուկ օր դարձնելու աշխատանքը Հայաստանը վաղուց էր սկսել։ Այս տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին աշխատում էր առավել ինտենսիվ։ Աշխարհում հիշատակի միասնական առաջին օրվա առիթով հատուկ ուղերձ է հղել բանաձևի հեղինակ Հայաստանի նախագահը։ Այդ նախաձեռնությունը ցեղասպանության հանցագործության դեմ միջազգային պայքարի մեր հանձնառության կարևոր ձեռքբերումներից էր, որ հատուկ խորհուրդ ստացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում։ Այսուհետև դեկտեմբերի 9-ը ոչ միայն ցեղասպանության կոնվենցիայի ընդունման օրն է, այլև յուրաքանչյուր տարվա այդ օրը համախմբվելու ենք ՄԱԿ-ի բարձր հովանու ներքո, վերաիմաստավորելու օրվա խորհուրդը, այլևս երբեք։ Ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու բեկումնային քայլը տեղի ունեցավ գարնանը, երբ Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը ընդունեց Հայաստանի ներկայացրած բանաձևը։ Ցեղասպանությունների կանխարգելումը պահանջում է, որ քաղաքակիրթ աշխարհը այդ վեհ գաղափարը չստորադասի աշխարհաքաղաքական հաշվարկներին։ Միջազգային հանրությունը պետք է միասնական լինի ցեղասպանությունները կանխելու գործում։ Ամիսներ անց սեպտեմբերին Հայաստանին միացավ եւս 83 երկիր եւ ցեղասպանության զոհերի հիշատակի ու դրա կանխարգելման միջազգային օր հռչակելու մասին բանաձևը միաձայն հաստատեց նաեւ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը։ ՄԱԿ-ի արձագանքման մշակույթը մենք պետք է փոխենք կանխարգելման մշակույթով։ Վստահ ենք, որ ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրը կարևոր հարթակ կհանդիսանա հիշատակման միջոցով ապագայում այդ ոճրագործության կանխարգելման համար։ Արդեն դեկտեմբերին հիշատակի առաջին օրը հայկական ձևակերպումները կիրառում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը, որն ուղերձում ընդգծում է ցեղասպանությունները մոռանալ չի կարելի ապագայում դրանք կանխելու համար։ Թող այն խորը թախիծը, որ պատում է մեր միտքը, երբ մենք վառ ենք պահում ցեղասպանության զոհերի հիշատակը, ամրապնդի մեր վճռականությունը, այլևս երբեք իրականություն դարձնելու համար։ Ցեղասպանությունից փրկվածները դառնում են այդ հանցագործության կրկնությունն ամեն գնով կանխելու առաջամարտիկներ։ Նրանց տառապանքն ու պայքարը ապարդյուն չպետք է լինեն։ Հայաստանը հետևողական քայլերի միջոցով ձեռք է բերել ցեղասպանությունները կանխողի միջազգային առաջամարտիկի հեղինակություն։ ՄԱԿ-ում ու այլ կառույցներում Հայաստանը ընկալում են որպես այս հարցի փորձագետ պետություն։ Հայաստանը, Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի արտգործնախարարությունը եւ իր պատվիրակությունները միջազգային կազմակերպություններում մասնակից իսկապես ճանաչվել են մեր բոլոր գործընկեր երկրների կողմից իբրև ցեղասպանության կանխարգելման խնդրի ջատագով առաջամարտիկ, այսինքն ինչ հարցնում է այս կապակցությամբ միշտ մեր հետ խորհրդակցում են, մեզանից են ակնկալում ինչ-որ քայլեր, հետագա գործողություններ։ ՄԱԿ-ում բանաձևի ընդունումն ու ցեղասպանության կանխարգելման հարցում Հայաստանի հեղինակությունը կտրուկ ավելացրել է հայոց ցեղասպանության մասին իրազեկվածությունն ամբողջ աշխարհում։ Կալիֆոռնիա Courier թերթի խմբագիր Հարութ Սասունյանը մեջբերելով ֆրանս-իսրայելական համատեղ սոցհարցումները եկել է եզրակացության, որ աշխարհում 5 միլիարդ մարդ ճանաչում է հայոց ցեղասպանությունը, դա մոլորակի բնակչության 77%-ն է։ Ընդ որում ցեղասպանությունը ճանաչողների թվում ամենաշատը երիտասարդներն են, հայոց ցեղասպանության մասին տեղեկացվածներն ավելի շատ են։ Ֆրանսիայում ցեղասպանության մասին գիտի հարցվածների 93%-ը, Մեծ Բրիտանիայում 68%, Միացյալ Նահանգներում 64%-ը։ Աշխարհում այս պահին ավելի շատ երիտասարդ գիտի հայոց ցեղասպանության, քան Հիրոսիմայի ու Նագասակիի ատոմային ռմբակոծության մասին։ Դավիթ Սարգսյան, Նարեկ Գալստյան, ժամը լրատվական։